Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Տիրոջը այս հրաշալի օրվա համար։ Տերը օրհնի բոլորիդ։ Խոսքս, որ այսօր ուզում եմ ասեմ, ավելի շատ ինձ մտածելու առիթ է տվել դեռ ամիսներ առաջ, բայց արտավազախպոր տարեվերջյան պատգամից հետո որոշեցի, որ այս պատգամը փոխանցեմ։ Ինձ էլ շատ մտածելու տեղ է տվել, շատ բաներ մտածում եմ, աղոթում եմ։ Գիտես, մարգարեություններում գրված է, որ Սոդոմի մեղքերից մեկը հացի կշտացումն էր, որ արդեն բոլորը բավարարված էին։ Եթե ես նայում եմ մեր հավատքի կյանքին, տպավորությունն այնպես է, որ մենք բոլորս բավարարված ենք մեր հասած չափի մակարդակի մեջ։ Ու եթե այդպես ենք մտածում, սա Աստծուն սահմանափակում է։ Ինչքան որ ճանաչում ենք, Աստված այդքան չէ։ Ինչքան որ հրաշքներ եղել են եւ հիմա մենք հրաշքի կարիք ունենք, բայց չի ստացվում, Աստված այդքանը չէ։ Այն մնացածի հրաշքների Աստվածն էլ է Տերը։ Չգիտեմ ինչի, բայց մենք բավարարվել ենք այս մակարդակի մեջ, որովհետև մի հատ միտք կա մեր մեջ, որ կարևորը փրկված է։ Ես որ նայում եմ Աստծո տանը, անկեղծ եմ ասում, այնքան պոտենցիալ աղոթողների եմ տեսնում, որոնք որ կարող են ազգի ճակատագիր փոխել, մարդկանց կյանքերի համար աղոթել ու փոխվել, այնպիսի աղոթքներ անեն, որ Սուրբ Գիրքն ասում է, որ առաջի դարում ժողովուրդը աղոթում էր, եկեղեցին աղոթում էր եւ Տերը փրկվածների թիվը ավելացնում էր։ Այնպիսի հայտնությունների, այնպես մարգարեների եմ տեսնում ու ասում եմ երանի թե մենք ամեն մեկս հասկանանք, որ որտեղ որ հասել ենք, սա մեր ամենաբարձր մակարդակը չէ։ Աստծո մոտ միշտ ուզում է, որ մաքսիմալը լինի, իմ կարողությամբ, քոնը քո կարողությամբ, բայց մաքսիմալը, ամենաշատը, ինչքան որ մեզանից կախված է ամեն բան անել, որ դրա մեջ լինել։ Ես 3 մակարդակների մասին եմ խոսելու եւ 3 տեղեր, որտեղ կկարդամ, որտեղ մեջբերում կանեմ, բայց առաջի տեղը Ծննդոց 6-րդ գլուխն է, երբ որ Աստված Նոյին կանչեց, հիշում եք։ Եվ Ծննդոց 6-րդ գլխի 13 խոսքից կարդամ, ասում է եւ Աստված Նոյին ասեց. բոլոր մարմնի վերջը հասած է իմ առջևս, որովհետև երկիրը նրանց միջոցով անիրավությամբ լցվեց եւ ահա ես նրանց երկրի հետ պիտի ավիրեմ։ Հետաքրքիր էր, որ Աստված իր ստեղծագործությանը նայում էր եւ մի հատ բան էր տեսնում։ Ես նրանց որ ստեղծեցի, ես նրանց չստեղծեցի անիրավության համար։ Ես նրանց չստեղծեցի, որ իրանք հասնեն այստեղ ու մտածեն, որ այստեղ ամեն բան լավ է։ Ես նրանց ստեղծեցի, որ միշտ ինձ հետ լինեն եւ աճեն հավատքի մեջ։ Եվ ասում է, որ այսպես բան եմ մտածել եւ 14 խոսքից ասում է արդու քեզ համար խիժափետ տապան շինի, տապանի մեջ խորշեր շինի եւ նրանց ներսից ու դրսից ձյութով պատիր։ Եվ այս ձևով շինես նրան։ Տապանի երկարությունը 300 կանգուն լինի, լայնությունը 50 կանգուն, բարձրությունը 30 կանգուն լինի։ Տապանին լուսամուտ շինես ու նրան 1 կանգուն չափով լրացնես։ Եվ տապանի դուռը 1 կողմից դնես, ներքնահարկով, միջնահարկով եւ վերնահարկով շինես նրան։ Հիմա տեսեք, Աստված հրահանգում էր, որ տապան շինել։ Եվ ես մտածեցի, որ տապանը եռահարկ, ասեց Աստված, թո շինվի, ներքնահարկ, միջնահարկով եւ վերնահարկով։ Եկեք մի հատ հլը ասենց մտովի գնանք տապան։ Ներքևի հարկ, միջնահարկ եւ վերնահարկ։ Ես կարծում եմ, որ կամ միջնահարկում կամ վերնահարկում ապրում էր Նոյը իր ընտանիքով եւ բնականաբար ներքնահարկում ապրում էին
կենդանիները եւ որտեղ որ ինչ որ պաշար էր հավաքված եւ նորմալ է, երբ որ սկզբնական շրջանում նրանք ներքևի մասում էին լինում, որովհետեւ տեղավորել կար, նրանց մեր լեզվով ասած բեջարել կար, կերակրել կար, բայց որ միշտ իրանք ներքնահարկում մնային, իրանք ջրհեղեղը չէին տեսնի, փրկությունը չէին տեսնի, որովհետև աղավնին նրանք վերևից բաց թողեցին, որտեղից էին նայում, որ ջուրը իջնում է, աղավնին որտեղ եկավ, և նրանք այս ամեն ինչը տեսնում էին։ Հիմա ուզում եմ մի քիչ մեզ նայենք, ներքևի հարկում քիչ կեղտոտություն կա, հոտ կա, նրանք ովքեր անասնապահ են, նրանք լավ կիմանան, ես քանի որ գյուղերի հետ շատ շփվում եմ, ես տեղյակ եմ, անասնագոմի շորը ուրիշ է լինում, տան շորը ուրիշ է լինում, հիմա մենք որ եկել են Քրիստոսին, նորմալ է, որ սկզբնական շրջանում մի քիչ մեր վրայից աշխարհային հոտ գա, մի քիչ այդ աշխարհի բաներից մեր վրա կպած լինեն, սրանք նորմալ են, որովհետև նոր եմ եկել, ես տեղյակ չեմ, էլ ինչ կա վերևներում, բայց երբ որ ես հարմարվում եմ այս ամեն ինչին ու մնում եմ այս մակարդակի մեջ, բավականին բաներ կա, որ մենք Աստծո մեջ չենք կարող տեսնել, և այստեղ ինձ լիքը հարցեր ունեմ, բա ոնց Աստված գործում, բա խիա են մեկի կյանքում գործում, իմ կյանքում չի գործում, բա ինչն է պատճառը, որ Աստված այսպես են մեկի հետ խոսեց, բայց այսքան աղոթում եմ ու ինձ հետ չի գործում, որովհետև բան կա, որ պետք է մենք բարձրանանք, մակարդակ կա, որ պետք է բարձրանանք, դուք մտածես, ասես, բա ես ոնց անեմ, ինչպես անեմ, որ ես այդ մակարդակի մեջ բարձրանամ, ես քեզ ասելու եմ ընթացքում, այն ինչ որ ես հասկացել եմ, այն ինչ որ ես կարողանում եմ փոխանցել քեզ, Այստեղ 3 հարկ կար, ներքնահարկ, միջնահարկ և վերնահարկով, վերնատունը, այնտեղ ասում է վերնատուն հավանաբար, որտեղ որ կապրեր Նոյը, այնտեղից շատ բաներ երևում, վերնահարկից, վերնատնից շատ բաներ երևում էր ջրերը, երևում էին ամեն բան ինչ որ կար, իրանց շրջապատում, ջրերն էր և աղավնի, որ ուղարկում էին, գալիս էր, թե չէր գալի, նրանք այդ ամեն ինչը տեսնում էին, բայց ներքևում ոչինչ էլ չէր երևում։ Ուզում եմ միանգամից տեղափոխվենք Ելից գիրք 25-րդ գլխի 8-րդ համարում, ասում է, և ինձ սրբարան շինի, որպիսի իր մեջ բնակվեմ։ Սա Աստված ասեց Մովսեսին, և գիտեք խորանը, որ շինվեց։ Եվ սրբարանը կառուցվում էր 3 մասից, արտաքին բակ կամ դրսի գավիթ, ներսի գավիթ կամ սրբարան և սրբության սրբոց, 3 մակարդակ, և հիմա ինչ էր տեղի ունենում դրսի գավիթում կամ արտաքին բակում, ժողովրդի կողմից զոհաբերության մատուցման գործողությունն է լինում, երբ որ ես մեղք եմ գործում, գնում եմ այնտեղ, ներողություն եմ խնդրում, զոհս անում եմ, իմ մեղքերին թողություն է լինում, որովհետև ես ձեռքս դրեցի զոհի վրա, իմ մեղքերս խոստովանեցի, քահանան էլ աղոթեց և ինձ թողություն եղավ և ես գնացի։ Հետաքրքիր է, որ ինձ հետաքրքիր չէ ներսի գավիթում ինչ է տեղի ունենում, որովհետև մարդուն ինչ է պետք, ես այստեղ հանգստանում եմ, լավ է այսպես, իմ մեղքերի թողություն եղավ, լավ է, ավել բան չեմ ուզում, որովհետև երբ որ ես գնամ այդտեղ, այդտեղից ինձ բավականին բաներ կպահանջվի։ Այստեղ լավ է, այստեղ հարմար է, բայց գիտես ինչ է, երբ որ դու գալիս ես այդտեղ մեղքերի թողություն անում ես, գնում ես, դու գնում ես նորից քո կյանքով ապրելու, որովհետև գիտես թողության տեղ կա։ Գնում ես նորից քո առօրյայով ապրում ես։
Եվ սրա մասին է, որ հաճախ ծառայողները, քարոզիչներն ասում են, մեր պատգամները, որ մենք այստեղ լսում ենք, եւ որ այստեղից դուրս են գալի, մոռանում ենք, որովհետեւ մեր մակարդակը էս է մնացել։ Մեզ խորհելու բան չկա, չենք մտածում։ Լավ, հետո ինչ կա։ Մենակ արտաքին գավիթում, մենակ դրսում թողություն ունենալ ու բավարարվել սրանով, ժողովուրդ ավելին կա։ Ամենակարող Աստված պատրաստ է ամեն մեկի աղոթքին պատասխան տալ, եթե մենք ուզենանք գնալ Աստծո մեջ ավելի խորքերը։ Բայց այնտեղ գնալու համար կա ներսի գավիթ կամ սրբարան, որտեղ քահանայի ամենօրյա ծառայությունն է Աստծուն։ Այստեղ, որ մենք գնում ենք, այստեղ մեզանից բաներ է պահանջվում։ Որոշ բաներ կա, որ պետքա թողնես, որովհետև սրբարանում այդպես մնալ չես կարող։ Վտանգավոր է։ Այնտեղ իրական աղոթքի զորություն կա։ Այնտեղ քահանայի հայտնությունը կա։ Որ դու ամեն կիրակի, երբ որ գալիս ես, այստեղ լսում ես, նրանք ովքեր աղոթքի գալիս են, քահանայից խոսքը ստանում են։ Բայց չէ, մեզ բավարարել է մեր մեղքերի թողությունը եւ վերջ։ Երբ որ տեղը լինում է, մենք միշտ խոսում ենք, ասում ենք, դե մենք թագավորներ ու քահանաներ ենք։ Հիմա ուզում եմ հարց տամ, քահանաների տեղը որտեղ է։ Սրբարանում։ Որտեղ քահանան ամենօրյա իր ծառայությունն է անում Տիրոջը, բայց այդ մակարդակի մեջ մտնել չենք ուզում։ Եթե ես աղոթքի մարդ եմ, Աստված ինձ կտանի մակարդակների մեջ։ Եթե ես Աստծո խոսքը փորող մարդ եմ, ինձ չի բավարարվում այն ինչ որ ես կարդացել եմ, Աստված ինձ կտանի մի նոր մակարդակի մեջ։ Բայց եթե ես ներողություն, գիտեմ ինչպես աղոթել, ինչի դեպքում ինչպես աղոթել, ինչ բառեր օգտագործել, ես գիտեմ ինչ անել, ես գիտեմ Աստծո խոսքը կարդացել եմ, որտեղ ում ինչ պատասխան տամ, վստահեցնում եմ, որ սա ցածր մակարդակն է, դեռ դա սրբությունը չէ, որովհետև սրբությունը մեզ ասում է ամենօրյա հայտնության մասին։ Քահանայի ծառայությունը։ Սրբարանում մեր մաքրման տեղն է։ Այնտեղ Աստված մատը դնում է այն բաների վրա, որը մենք պետք է թողենք, որ Աստված Աստծուն խանգարում է։ Օրինակ, երբ որ դու գալիս ես սրբարան, արդեն դրսի գավիթից անցել ես ներս, Աստված մատը դնում է այ այստեղ ներելու հարց կա։ Այ այստեղ չդատելու հարց կա։ Այստեղ ողորմություն անելու հարց կա։ Այստեղ մի բան պիտի անես, որ քո մարմնին ու արյանը չպիտի հարցնես։ Այս նոր տարվան մի ընտանիք էր մեր տուն հյուր եկել, եւ մենք խոսում էինք ծառայությունների մասին, գյուղերի, քաղաքների։ Ես մտածում եմ, ասում եմ, որ եթե Աստծո կամոք Պարսկաստանում ինչ-որ բան փոխվի, 100 միլիոնանոց ավետարանչական դաշտ է բացվում քրիստոնյա երկրների համար։ Բայց հետաքրքիր էր, որ այդտեղ խոսելուց հասկացանք, որ Գորիսում, Ղափանում եւ Սիսիանում դեռ հաջողության չենք հասել։ Չէ, ես սրբարան չեմ ուզում մտնել, որովհետև բավոր Տերն ինձ ասի գնա Գորիս։ Ոչինչ չէ, որ քաղաքների անուններ եմ տալի, որովհետև տեղյակ եմ։ Լավ, կարող եմ Շամշադինն էլ ասեմ։ Այս կողմի վրա էլ ասեմ։ Չէ, կարող է ինձ Աստված ասի, այն ինչ որ արե դրել ես, թող, հիմա պետքա այստեղ գնաս։ Բա իմ աշխատանքը, բա իմ տուն ու տեղը, բա իմ եկեղեցին, բա իմ շրջապատը, բա իմ եկեղեցու անդամները, ում հետ ես տարիներով կապված եմ եղել, բա սա ինչ պիտի անեմ Տեր։
թող ամեն բան, արի ես քեզ բան ունեմ ասելու։ Իմ խելքը չի հասնում, ես նման բաների չէ, ես կաղոթեմ գնացողների համար։ Եթե Աստված քեզ է ասում, ուրեմն դու կարող ես։ Մեզանից մեր կարողությունը Աստված հաշվի չի առնում, որ մեզ ինչ-որ բան է ասում, այլ մեր հնազանդությունն է հաշվի առնում, որովհետև անողը Տերն է։ Եթե ես հնազանդվեմ, որ Աստված ինձ ասի վեր կաց գնա մեղրի, Աստված այնտեղ անելիք ունի։ Բայց մենք չէ, այդտեղ չէ, որովհետև սա բոլորովին այլ մակարդակ է։ Այստեղ ամեն բան կախված է Աստծուց, մեր կյանքը, իսկ այստեղ այնքան հեշտ է։ Գիտես, ծանոթներ կան, ընկերներ, բարեկամներ կան, եթե պրոբլեմ կա, զանգ, օգնում են քեզ։ Բա որ հեռու տեղ ես լինում ու ոչ մեկ չկա, ինչ ես անելու։ Ամեն, ամեն, Տիրոջն ես ուսում։ Եվ դա մի մակարդակ է, որ այստեղ մենք չունենք, այստեղ ապահով ենք, այստեղ լավ է մեզ համար, բայց Աստված մակարդակների մեջ է ուզում մեզ բարձրացնել։ Աստված մեզ չի կանչե միայն մեր փրկության մակարդակի վրա մնալու համար, այլ մեզ բարձրացնի մի նոր մակարդակի մեջ, որտեղ մենք տեսնում ենք Քրիստոսի խաչը, որ ինչ է արել Քրիստոս մեզ համար։ Դու կարծում ես փրկության մակարդակի մեջ հասկանում ենք Քրիստոսի խաչը, ոչ, սրբարանում է, որովհետև սրբարանում արյուն ես տեսնում։ Զոհասեղան, որ շինես, զոհասեղանի շուրջը ծառներ չտնկես, որովհետև ես ուզում եմ, որ ժողովուրդը ոչ թե այդտեղ գալով պուրակ տեսնի, այլ զոհ տեսնի, որ հասկանա իր մեղքերի պատճառով ինչքան արյուն է թափվել։ Բայց հիմա մեզ համար մենք ամեն անգամ Քրիստոսի խաչը տեսնելով եւ հասկանալով հասկանում ենք, որ ինչքան անմեղի արյուն է թափվել մեզ համար, երբ որ մենք դեռ մեղավոր էինք, երբ մենք դեռ նրան չենք ճանաչում, հակառակ էինք, նա իր արյունը թափեց, բայց սա փրկության մակարդակի մեջ մենք չենք տեսնում։ Մենք չենք հասկանում փրկության մակարդակի մեջ ինչ է նշանակում, որ նա մեր քահանայապետն է։ Հասկանում ենք նրա տառապանքն ու սերը։ Հասկանում ենք, թե ինչքան տառապեց մեզ համար, եւ երբ որ տեսնում ես մեկը, որ քեզ համար տառապել է, բավականին բաներ կա, որ դու հասկանում ես, որ իրավունք չունես անելու։ Որովհետև երբ որ Աստծո խոսքին հասնում ես, տեսնում ես միտեղ, որ ասում է, երբ որ դու մեղք ես գործում նորից, Քրիստոսին կրկին խաչն ես անում։ Երբ որ սրբարանում տառապանքը հասկանում ես ու ինքը այդ տառապանքի մեջ շարունակում էր սիրել մեզ, ասում ես ինչքան մարդ պիտի ամբարտավան լինի, որ իր կյանքը ամբողջությամբ չնվիրի Քրիստոսին։ Որտեղ մեզ համար երկինքը այնքան իրական է լինում, Աստծո կատարած գործը մեզ համար այնքան իրական կլինի, որ մեզ պատահած բոլոր իրավիճակների, հալածանքների մեջ մենք Քրիստոսից չենք հեռանա, որտեղ մեզ համար ներելը այլևս խնդիր չի լինում։ Երբ որ սրբարանի մեջ ենք մտնում, մեզ համար ներելը այլևս խնդիր չի լինում։ Հետաքրքիր է, որ մարդ կա, որ 10 տարի, 15 տարի եկեղեցում է, երբեմն ծառայություններ է անում, բայց ներելու խնդիր ունի։ Ուզում ես հարց տաս, ասես, սիրելի եղբայր քույր, չես ուզում այդ մակարդակից անցնես այն կողմ։ Չես ուզում մի հատ մտնես սրբարան, տեսնես ինչ կա սրբարանում։ Որտեղ սիրելը խնդիր չէ։ Սիրում ես բոլորին։ Դատելը խնդիր չէ, որովհետև հասկանում ես, որ դա Աստծունն է տրված, մենք չենք դատավորը։ Ողորմության խնդիր կա,
Արտավազ աղբերը հայտնության սերտողության մեջ շատ այդ մասին խոսեց, որ եթե մեկին իմ անունով ջուր տաս, հասկանում ենք ինչի համար ենք ապրում եւ որն է մեր ապրելու կարևորությունը երկրի վրա։ Կարծում ես հավատքի կյանքը միայն եկեղեցի գալն ու տուն գնալն է, գալիս են եկեղեցի գնում տուն, գալիս են եկեղեցի գնում տուն, ես քեզ վստահեցնում եմ, դա հավատքի կյանք չէ։ Դա ուղղակի, քանի որ ժամանակ չունենք առողջ ապրելակերպով զբաղվելու, կիրակի օրը լավագույն ձևն է քայլելու։ Առողջ ապրելակերպ, քայլում ես գալի եկեղեցի, քայլում ես գնում տուն։ Ուզում եմ Մարկոս ավետարան 4-րդ գլխից, քանի որ հայտնի առակ է, ես մի հատված կկարդամ, Մարկոս 4-րդ գլուխ 20 խոսքը, 4-րդ գլխում Սերնացանի առակն է։ Վերջի մասին, որ մեկնաբանում է, ասում է եւ լավ հողի մեջ ցանվածը նրանք են, որ խոսքը կլսեն եւ կընդունեն եւ պտուղ կտան, մեկի տեղը 30, մեկի տեղը 60, մեկի տեղը 100։ Հետաքրքիր է, որ 3 մակարդակ։ Եվ սրա հետ ուզում եմ միացնեմ նաև մնացների առակը, 3 մակարդակ է ասում։ Այն ներքևի մակարդակում մնաց կար, այնպես չէր, որ չկար, բայց պահել էր։ Եթե իմ կարողությունը երկրորդ մակարդակում է, ես սկզբից ասեցի ամեն մեկին իր կարողության չափ, քո կարողության չափ պիտի գնաս ու անես, որպիսի նրանից, նրա առջև կանգնելուց լսես, ապրես, բարի ու հավատարիմ ծառա։ Հավատարիմ ինչի, որովհետև ես գիտեմ, որ այն ինչ, որ ես կարողացել եմ անեմ, իմը չի եղել, դա քոնն է եղել, ես համաձայնվել եմ, հնազանդվել եմ, ուղղակի հավատարիմ եմ եղել։ Բայց ներքևում եղողը, որը իմ մնաս ուներ, բայց չգործածեց, ասեց չար եւ ծույլ ծառա։ Չեմ ասում նրա վերջը ինչ է լինում։ Եվ այստեղ ասում է 30 կա, 60 կա եւ 100-ապատիկ կա։ Աստծուն չի գոհացնում 30-ապատիկը։ Լավ է, որ սկզբից այդպես է, շատ լավ է, հրաշալի է, Տերը օրհնի քեզ, որ եկել ես Տիրոջ տուն եւ հասկացել ես մեղքերի թողությունը եւ խոստովանել ես եւ Տիրոջը ընդունել ես եւ ապրում ես, բայց 30-ապատիկ էլ կա, բայց 100-ապատիկ էլ կա։ Եթե մենք ուզում ենք Աստծո առջև կանգնենք եւ ինչ որ բան ամենակարողից ստանանք, մենք պետք է փոխենք մեր մակարդակը, գնանք մեր նոր մակարդակի մեջ։ Որովհետև ինչպես Արտավազ աղբերն ասում էր տարեվերջյան, ասում էր ժամանակին նայելով, ժամանակին նայելով մենք որտեղ պիտի լինենք, բայց հիմա որտեղ ենք։ Եթե եկեղեցին անհատը ի նկատի ունեմ, գնա հզոր աղոթքների մեջ եւ Աստծո խոսքը փորելու մեջ, եկեղեցու պատկերը բոլորովին այլ կլինի։ Բոլորովին այլ կլինի։ Ես չեմ խոսում, որ հրաշքները, նշանները, այո, դրանք էլ կլինեն, բայց ես գիտեմ, որ հրաշքը մարդու կյանքը չի փոխում։ Քրիստոսն է մարդու կյանքը փոխողը։ Երբ որ գալիս է նա, ամեն բան է փոխվում։ Ժողովուրդ, հավատացեք, երբ որ մենք գնում ենք սրբարան, մեզ հետ չենք կարողանալու, այն որ ասում են, գիտես, արի աղոթեմ, ժառանգաբար անեծք կա, սրանք պիտի աղոթենք, սրանք պիտի կապենք, սրանք պիտի քանդենք, որպեսզի երբ որ ես գնում եմ սրբարան, երբ որ ես գնում եմ Քրիստոսի ներկայության մեջ, չի կարող անցյալում եղող բաները ինձ հետ գան Քրիստոսի ներկայության մեջ։ Ոչ թե ինձ շատ աղոթել է պետք, այլ ինձ Քրիստոսի ներկայության մեջ գնալ է պետք եւ այնտեղ մնալ է պետք։ Իմ կյանքը, եթե ես ուզում եմ փոխվեի, ուզում եմ, որ իմ կյանքից հիվանդությունները գնան, ես Քրիստոսի ներկայության մեջ գնալու կարիք ունեմ, ես նրան հանդիպելու կարիք ունեմ։
Եվ սա այն մակարդակն է, որ ուզում ենք։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեր հետևից գան, ես Քրիստոսի ներկայության մեջ մնալու կարիք ունեմ, նրան հանդիպելու կարիք ունեմ։ Եթե ուզում եմ, որ իմ սերունդները ամեն ժամանակ նրա առջև, ամենակարող Աստծո առջև կանգնող լինեն, ես չպիտի նայեմ այս մարդուն, այն մարդուն, ես պիտի ամեն ժամանակ Քրիստոսի ներկայության մեջ լինեմ, որովհետև ես ոչ թե միայն ինձ համար եմ պատասխանատու, այլ այն սերունդին, որ Աստված պարգևեց ինձ։ Գիշեր ցերեկ երեխաների համար աղոթելու փոխարեն ինձ կարիք ունեմ գնամ նրա ներկայության մեջ եւ ինքը կասի ինձ իմ անելիքը, որ իմ երեխաները գան իր ներկայության մեջ։ Եվ օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Ինձ պետք է ես սրբարան մտնեմ, որովհետև հաջորդ տեղը սրբության սրբոցն է։ Բայց առանց սրբարանի ես սրբության սրբոց մտնել չեմ կարող, շրջանցել չես կարող։ Չես կարող, բայց երբ որ ես գալիս եմ Տիրոջ ներկայության մեջ, երբ որ եկեղեցին գալիս է Տիրոջ ներկայության մեջ, հավատացնում եմ, քաղաքում ամեն բան կարգավորվում է, կախարդները լռում են, չարախոսները դադարում են չարախոսությունից, բամբասողները այլևս չեն բամբասում, որովհետև Քրիստոսն է այցել է։ Եվ պատմությունը այդպիսի օրինակներ ունի։ Անգլիայի Ուելս քաղաք։ Ասում էր, այն ժամանակ հանքափորները հանքից այդ նյութը էշերով կապված սայլերով էին հանում։ Երբ որ արթնություն էր եղել, այդ էշերը չէին աշխատում։ Խի, որովհետև իրանք սովոր էին, որ իրանք պետք է հայոյեին, ծեծեին, որ իրանք գնային։ Ասում եմ, երբ որ արթնությունը եկել էր, այդ հանքափորերը ոչ մեկ չէր հայոյում եւ էշերին չէր էլ ծեծում եւ այդ էշերը տեղից չէին էլ շարժվում։ Ամեն բան փոխվել էր։ Կարծում եք Աստված մենակ Ուելսում պիտի այդպիսի բաներ անի։ Իմ կյանքում էլ կարող է անել, քո կյանքում էլ կարող է անել։ Մեր հարազատների համար աղոթել պետք է, մեր ընտանիքների համար աղոթել պետք է, այո, անդադար պետք է աղոթել, որ նրանք Տիրոջը դառնան, բայց եթե ես դեռ սրբության մեջ չեմ մտել, ես կարիք ունեմ, այնտեղ Աստված ինձ բավականին ասելու բաներ ունի։ Թույլ տվեք 73 Սաղմոսից խոսեմ, սա Ասաբի Սաղմոսն է։ Ասապը Աստծուն ծառայող մարդ էր եւ հələ տեսեք ինչքան է մեզ նման Ասաբի այս Սաղմոսը։ Իրավի Աստված բարի է։ Իրավի Աստված բարի է Իսրայելի, այսինքն սրտով մաքուր եղողներուն, բայց քիչ մնաց, որ իմ ոտքս պիտի ծռվեր։ Ու մազ մնաց, որ իմ քայլերս գայթակղվեն։ Ուզում ես հարց տաս Ասապին, Ասապ, դու Աստծո առջև կանգնող մարդ ես, քեզ ինչ պատահեց։ Ինչի համար։ Դու ես գրում ես մասին, որ քիչ մնաց ոտքս սայթակի։ Այո։ Ինչու։ Որովհետև նախանձեցի հպարտներին։ Երբ ամբարիշների հաջողությունը տեսա, որովհետև իրենց մահվան ժամանակ ցավեր չունեին, մարմինն էլ պարարտ էր։ Նրանք մարդկանց նեղության մեջ էին եւ ուրիշ մարդկանց հետ չէին տանջվում։ Նրա համար վզնոցի պես անբարտավանությունը նրանց շրջապատում էր, բռնության հանդերձի պես ծածկված էին, նրանց աչքերը պարարտությունից դուրս էր ելնում, նրանք սրտի խորհուրդները այն կողմ էին, ծաղր կանեին ու չարությունով կխոսեին բռնության համար, հպարտությունով կխոսեին, բերանները երկնքի դեմ կբացեին ու իրենց լեզվի երկնքի մեջ կպտտեր։ Հետաքրքիր է, որ խոսում է, ասում է, ես այս մարդկանց նախանձում էի։ Ու ուզում ես ասես, Ասապ, Աստծո դեմ բերան բացողին նախանձում էիր, որովհետև տեսել էր նրանց հաջողությունը եւ չէր կարողացել այլևս դիմանալ։ Կարծում ես մենք այդպես չենք։ Նայում ենք մեկի հաջողության, ասում ենք, բա ես խի չլինեմ։ Նկատել ես, որ աղոթքներիդ մեջ շատ հաճախ այսպիսի բան կա, որ երբ որ նայում ես ինչ որ մեկին, որ ինչ որ բան ունի ու գնում ես Տիրոջ առաջ,
Մի քանի օր հետո սկսում ես աղոթել ու ասում ես Տեր ինձ էս բանը տուր, ուշադիր եղի տես, որ դու մի քանի օր առաջ ուրիշի կյանքում տեսար ու հիմա դու քեզ ես ուզում։ Աստված ուրիշինը քեզ չի տալու, Աստված քոնն է քեզ տալու։ Եվ իր ուզածի պես է տալու, եւ իր ուզած բաներն է տալու։ Ահա նրանք են ամբարիշտները, որ միշտ հաջողություն ունեն, հարստություն կավելացնեն։ Հիրավի զուր տեղը իմ սիրտս մաքրեցի ու իմ ձեռքերս անմեղությունով լվացի, որովհետև ամեն օր կտանջվեմ ու ամեն առավոտ կխրատվեմ։ Էսի մեր մասին է։ Եթե ասես, թե ես այսպես խոսեցի, ահա քո որդիներդ ազգի նենգություն արած պիտի լինեն, երբ խորհեցա այս իմանալու համար դժվար եկավ իմ աչքին, մինչև որ Աստծո սրբարանը մտա ու նրանց վերջը իմացա։ Ես, երբ որ սա կարդացի, Ասապին հարց տվեցի, ասի, Ասապ, դու Աստծո սրբարանը մտած չկայր։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք, երբ որ մեր կյանքում մեկ անգամ հանդիպում ենք Տիրոջ ու մեր կյանքը փոխվում է, մենք մտածում ենք, որ սա է մեր ամենաբարձր մակարդակ։ Եվ սկսում ենք ծառայել, ամեն բան լավ է, բայց ծառայության մեջ էլ կարողանում ես տեսնես այսպիսի բաներին եւ սկսում ես նախանձել, սկսում ես բամբասել, սկսում ես դատել։ Բայց երբ որ Աստված քեզ մի հատ մակարդակի մեջ է տանում եւ այդ մակարդակը սրբարանն է, հասկանում ես, որ ես ինչքան մեղավոր եմ եղել ու ինչքան սխալ եմ մտածել։ Ինչքան բան կա իմ կյանքում, որ պետք է փոխվի։ Այսքան անիրավություններ, որ կարդացի, այսքանի նախանձել անիմաստ է։ Անմտություն է այսքան ամբարիշտ ու ամբարտավան մարդկանց նախանձելը, որովհետև նրանք լավ են ապրում, նրանք լավ են ուտում, պարարտ են, ամեն բան լավ է, նրանց գործերը ամեն բան հաջող է, բայց ես ինձ այսքան բաներից զրկել եմ։ Իմաստը ո՞րն էր։ Այս հարցի պատասխանը սրբարանում ենք ստանում։ Երբ որ գնում ենք Քրիստոսի ներկայության մեջ, երբ որ հասնում ենք այդ մակարդակի մեջ, եւ այնտեղ լինում ես դու եւ Աստված, եւ Աստված այնտեղ բավականին ասելու բաներ ունի։ Եվ ասում է, երբ որ մտան նրա սրբարանը, աչքերս բացվեց, ուրիշ բան տեսա, նրանց վախճանը, ու էլ չցանկացա նրանց։ Եթե ես մի գործ եմ ձեռնարկել ու ես գիտեմ, որ սա ձախողման ենթակա է, ես անմիտ պիտի լինեմ, որ շարունակեմ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ամբարիշտի տեղը դժոխքում է։ Բայց դա մենք կարող ենք տեսնել սրբարանում եւ հասկանալ, որ Աստված մեզ ինչքան օրհնյալ տեղ է դրել, ինչքան հրաշալի տեղ է դրել, ինչքան ապահով ենք մենք այս աշխարհի մեջ, երբ որ սրբարանն ենք լինում։ Եվ վերջի տեղը ու միասին կաղոթենք առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 23 խոսքը։ Ասում է, եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբ անի եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ պահի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ 3 մակարդակ. հոգին, շունչը եւ մարմինը։ Այստեղից հասկանում ես, որ մարմինն էլ պետք է մաքուր լինի։ Այստեղ հասկանում ես, որ քո շունչն էլ պետք է մաքուր լինի։ Եվ մեր հոգին էլ պետք է մաքուր լինի։ Բայց ինձ այստեղ հուշում է, որ անողը ինքն է։ Մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ժամանակը։ Շարունակության մեջ ասում է, որովհետև հավատարիմ է նա, որ խոստացավ ու պիտի կատարի էլ։ Բայց լավ, երբ ինքը կարող է իմ մարմնի, շնչի եւ հոգու վրա իշխանություն ունենալ, երբ որ ես բարձրացել եմ,
նոր մակարդակի մեջ, որ նրա ներկայության մեջ եմ եւ ինքը իրավունք ունի իմ հոգու, շնչի եւ մարմնի վրա, որովհետեւ հաճախ շունչը մեր վրա իշխանություն ունի, ոչ թե Աստված։ Հաճախ մեր մարմինն է մեզ թելադրում։ Աստծո մարդկանցից մեկը ասում էր, մեր ամենամեծ թշնամին մեր եսն է, հա? Էս էլ կա, առավոտյան վերմակը, որ գցես էլ ես աղոթես։ Չէ, լավ է, տակ է, հարմար է, քունը ստանում է։ Մեր ամենամեծ թշնամիներից մեկը այդ վերմակն է, որ մենք չենք կարողանում առավոտ կանուխ Տիրոջը փնտրել, նրա ներկայության մեջ գալ, որովհետև ես ուզում եմ այդ մակարդակի մեջ լինեմ։ Եթե այստեղ մեկը կա, որ մտածում է, որ դա իրեն չի վերաբերվում, ես ուզում եմ ասեմ, այստեղ բոլորիս է վերաբերվում։ Բոլորիս վերաբերվում է, որ մենք ինչքան էլ բարձրանանք Աստծո մեջ, տեղ ունենք բարձրանալու։ Ինչքան ճանաչում ես Տիրոջը, ավելին կարող ես տեսնել։ Գիտես, երբ որ ես իմ արկնոցները հանում եմ, այստեղ շատ բաներ ես չեմ տեսնում։ Բայց էսի ինձ փոխադրում է մի նոր մակարդակի մեջ, որ ես բավականին բաներ եմ տեսնում։ Կարող է մի քանի տարի հետո սա ինձ խանգարի, որ ես կարողանամ էսի տեսնեմ, սա փոխել է պետք։ Չբավարարվես երբեք։ Ես այսպեսի բաներ չեմ անում, բայց ես ուզում եմ հիմա կողքինիդ հրես ասես, քո ճանաչողությունով չբավարարվես։ Ավելին կա, փնտրի Տիրոջը, Տիրոջ ներկայության մեջ այնպիսի բաներ կան, Ջորջ։ Գիտես, հələ պատկերացրա, որ դու գնացել ես մի նոր մակարդակի մեջ ու գնացել ես միտեղ մեկին ավետարան ես քարոզում ու մեկը բերում է քո առջև կանգնացնում է մի դիվահարի ու ասում է, դե որ այդ ձև ջիգարով ավետարան քարոզում ես ու քո Աստծուն ներկայացնում ես, դե աղոթի մեղք կա, տանջվում է, ու դու աղոթում ես ու այդ մարդը ազատագրվում է։ Հələ քո վիճակը պատկերացրու։ Սավառնում ես։ Սավառնում ես։ Ժողովուրդ, սա հատուկ մարդկանց չի տրված, սա հավատարիմներին է տրված, սա հատուկ կարգավիճակ ունեցող ծառայողներին չի տրված, սա նրան նվիրվածներին է տրված, որովհետև Աստված գիտի, երբ որ քեզ այդ կարողությունը տա, դու նրան բուժես կամ ազատագրես, դու չես հպարտանա, իսկ մենք չենք կարող հպարտանալ սրբարանում, որովհետև այնտեղ բոլորովին այլ մակարդակ է և այնտեղ բոլորովին այլ բան ես տեսնում և հասկանում ես, որ դու չես, ինչ որ ենք, Քրիստոսի շնորհքով ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Ես ուզում եմ, ցանկանում եմ, որ մենք այս տարվա մեջ երբ որ տարին իր մայրամուտին գա, եթե միջև այդ տերը չգա, և մենք 26 թվականի մայրամուտը տեսնելու լինենք, մի հատ հիշենք տարվա սկզբի պատգամը ու տարեվերջան մեր մակարդակ։ Ինչեր արեցինք, որտեղ հասանք և Աստված ինչքան գործածեց մեզ։ Եվ այդ ժամանակ սիրտդ այնքան գոհությամբ կլցվի։